Հարգելի ունկնդիրներ, շարունակում ենք ուրիշ նորությունները եւ այս պահին ինչպես միշտ ունենում ենք հյուր զրուցակից, մինչ հյուրին ներկայացնելը ասեմ, որ արվեստի նրբագեղությունն արդեն 1 տարի է ինչ ունի նոր հասցե եւ նոր շունչ։ Կադանս բոլորիս ծանոթ անսամբլը, որը տարիներ շարունակ հայ հանդիսատեսին հաղորդակից է դարձրել Պիացոլայի հանճարեղ երաժշտությանը, այսօր ապրում է բոլորովին մի նոր փուլ երաժշտական եւ երաժշտության եւ բարի համադրության։ Այսօր մեր տաղավարում է անսամբլի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանը, ում հետ մենք կզրուցենք սպասվող ակնկալվող շատ հետաքրքիր մի հոբելյանական ծրագրի եւ նախաձեռնության վերաբերյալ եւ ընդհանրապես կխոսենք թե ինչ ժամանակաշրջան է ապրում կադանսը նոր ձևաչափով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հուսով եմ այս զրույցը եւ տրամադրությունը շատ առավոտյան է, որովհետեւ երաժշտությունը, որը ասոցիացվում է հենց կադանս անվանման հետ, բերում է իր հետ այն դրականությունը, բերում է երաժշտություն, որը մինչ այդքան էլ տարածված չէր եւ հենց կադանս անսամբլի երաժիշտների շնորհիվ նաեւ որովհետև իհարկե մարդիկ գիտեին Աստոր Պիացոլայի անունը, գիտեին նրա երաժշտական ժառանգության մասին, այնուամենայնիվ հենց այդ անսամբլը դարձավ ավելի շուտ այդ երաժշտությունը դարձավ անսամբլի այցեքարտը։ Եվ շուրջ 1 տարի նոր ձևաչափով են հանդես գալիս անսամբլը եւ պարախումբը։ Իսկ ինչ փոխվեց ձեր գալով։ Պետք է ասեմ, որ ամենասկզբից, երբ որ ես միացա անսամբլին որպես ղեկավար, սկզբնական ժամանակներում դեռ չկար պլաններ, բարի մասով, ուսումնասիրելով, այո, սկզբնական օրերի կամ շաբաթների շատ կարճ է դա տևել, ուսումնասիրելով անսամբլի անցած տարիների ճանապարհը, ձևը, ձևաչափերը, իմ մոտ միտք եկավ եւ շատ կարևոր համարեցի, քանի որ անսամբլը շուրջ 20 եւ ավել տարիների գործունեություն ունի եւ այդ 20 տարիների ընթացքում անսամբլը իր ձեռագիրը, իր գործը հանդիսատեսին հայ մշակույթին թողել էր եւ այդ տարիներից հետո որպես այդպեսին շատ կարևոր է համարում թե էլ ուր պետքա գնա անսամբլը, որովհետեւ մի բան, երբ որ անսամբլի արտիստների մոտ ստացվում է, դա հրաշալի է լինում, դա շատ լավ է եւ բայց մի ուրիշ հարց է, թե ինչքան դա պետք է ապրի եւ մեր հանդիսատեսին կրկին ինչով պետք է մենք շարունակենք զարմացնել։ Այդտեղ եկավ իմ մոտ թե ռեժիսորական, թե գեղարվեստական լուծումներ, այսինքն պահպանելով կադանս անսամբլի ձևը, տեսակը, ֆորման, մենք դրան չենք կպել, ուղղակի դրա վրա ավելացրել ենք գեղագիտություն, ավելացրել ենք գեղարվեստական տեսք, մոտեցումներ եւ քանի որ անսամբլում բարեղանակները գերակշռում են ստեղծագործողների կողմից, այդ միտքը նաեւ իմ մոտ ծնվեց, որ կան հատուկ կենտ համարներ, որոնք ուղղակի առանց գործողության, առանց շարժման, առանց գեղարվեստական մաս ավելացնելու, չասեմ կիսատ են, քանի որ կադանս անսամբլը երաժշտությունը այնպես է թողարկում, որ կարիք նաև կարա չլինի շատ դեպքերում, բայց երբ որ նաև ավելանում էր այդ արտիստների, երաժիշտ արտիստների գործին կրկին պրոֆեսիոնալ համապատասխան կատարումներ, սա դառնում էր կարելի ասել հրաշալի եւ մեր հայ մշակույթի իրականության մեջ նորություն։ Այդ նորության հետևից գնացինք, սկզբնականում դա մեր համար իհարկե փորձ էր, բոլորիս համար տեսնել, անձամբ իմ համար տեսնել ինչ ունենք այդ պահին, բայց պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ կայացավ մեր մտքերը եւ կյանքի կոչվեցին, կարելի ասել այս 1 տարվա ընթացքում շատ բազում ծրագրեր, որոնք իրարից կտրուկ տարբեր են եւ այս 1 տարին, որ մենք որպես այդպիսին մեծ ձևով ենք նշում, դա ոչ թե ուղղակի ուզում ենք հանդիսատեսին առիթ տալ շփման, այլ մեր 1 տարվա այդ մեծ աշխատանքն ենք ուզում ամփոփել եւ արձանագրել այդ ուրախություն, այդ փաստը, որ մենք բոլորս դրան հասանք։
Դե բնական է, մարդկային կյանքում էլ 1 տարին նշվում է, որովհետև դա առաջին ծննդյան տարեդարձն է եւ զարմանալի չէ։ Ձեր խոսքից հասկացա, որ նախ եւ առաջ փորձել եք պահպանել ավանդույթները եւ այնինչ վերաբերում է առանց այդ էլ շատ գեղեցիկ մատուցվող, ինչպես ասացիք, թողարկված երաժշտությանը, ուղղակի տալ ժամանակակից լեզվով ասած վիզուալիզացնել երաժշտությունը եւ դրան լրացնելու եկավ պարը։ Նաեւ ասացիք, որ շատ նոր մոտեցումներ եք ցուցաբերել, կարող եք բացել փակագծերը, ինչ նոր մոտեցումների մասին է խոսքը։ Տեսեք, բեմական կառուցվածքից սկսած, լույսային ձևավորումից սկսած, երաժշտական ժանրեր եւ երաժշտական ընտրությունից շարունակված կան այս 1 տարվա ընթացքում նաեւ ворթեգրած նաեւ մի այլ գաղափար, որ անսամբլը նաեւ պրոյեկտներով է ներկայանում։ Այսինքն ժամանակին անսամբլը ներկայացել է մենահամերգների տեսքով, տվյալ ակադեմիական ծրագրով, որը եղել է ստանդարտ անսամբլի եւ հանդիսատեսին ժամանակ առ ժամանակ այդ ձևաչափը որպես մենահամերգ մատուցվել է, բայց ես նաեւ անսամբլի գործունեության մեջ մտցրեցի պրոյեկտներ, օրինակ, չգիտեմ, մենք ամանորյա կադանս ունեցանք, որը իր ծրագրով, բեմի կառուցվածքով, տեսքով, ամեն ինչով տարբերում էր եւ ինչ որտեղ այդ օրը մենք շեղվեցինք Պիացոլայից, բայց Պիացոլան կարմեր ծրագրում։ Մենք ունեցանք ակադեմիական հիթեր, կրկին այն սանդղակի ստեղծագործություններ, որոնք որ հարիր են անսամբլին, բայց օրվա կոնցեպցիաներ մտան։ Այսինքն մենք հիմա մարտի 11-ին մենք կանանց նվիրված մենահամերգ օպերային թատրոնում, օպերային, կամերային նվագախմբի ուղեկցությամբ, Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ, որը մեր համար մենահամերգ է, բայց պրոյեկտի ձևաչափով, որը որ հասցեական է օրվա սցենարի հետ։ Անսամբլը լինելու է։ Այո, իհարկե, կադանս նվագախումբը, կադանս պարախումբը, օպերային կամերային նվագախումբը եւ Կարեն Դուրգարյանը իր դիրիժորությամբ։ Ընդարձակվում եք մի խոսքով։ Այդ ֆորմատով մենք անցած տարի 3-4 մենահամերգ ենք ունեցել օպերային թատրոնի հետ միասին, որը մասշտաբներով առհասարակ բացառիկ է եղել կադանսի առհասարակ պատմության մեջ, բայց նաև մասշտաբային միջոցառումներ իհարկե կադանսը ունեցել է, բայց ձևաչափով կարելի ասել կամերային շրջանակներից դուրս եք գալիս։ Այո, կամերային շրջանակներից դուրս են գալիս, ինչ որտեղ դա կարա լինի տարվա մեջ 2-3 մենահամերգ այդպիսին, հաջորդ մեր մենահամերգները լինեն առհասարակ կվինտետի մակարդակով, այսինքն մենք փորձում ենք հանդիսատեսի հետ լավ իմաստով խաղանել եւ հանդիսատեսին անընդհատ պետք է փորձենք զարմացնել, տալով տարբեր ձևաչափեր։ Մենք չենք, ես առհասարակ իմ գործունեությունը ծավալում եմ այդպես, ես չեմ կարող հանդիսատեսի հետ նույն լեզվով, նույն տեղից անընդհատ խոսել, դա առաջինը ինձ համար հարմար չէ, որպես ստեղծագործող, որպես աշխատող մարդ, եւ դրա համար սկսում ենք հնարքներ գտնել, այսօրվա հանդիսատեսը պահանջում է շատ բաներ, եւ այդ պահանջի շնորհիվ նաեւ մենք ենք առաջ գնում, անսամբլներն են զարգանում եւ մտածելակերպ է փոխվում, շուկան է ձևավորվում, այսօր պետք է նաեւ ասեմ Ինչքան երիտասարդ նոր կազմեր ունենք, նվագախմբեր, պարախմբեր, որոնք որ կրկին տաղանդավոր են եւ փորձում են կայանալ մշակույթի մեջ, եւ այն անսամբլները, որոնք որ պատմություն ունեն, պետք է նաեւ կրկին իրենց տեղում մնան։ Ասատոր ես ներողություն ճիշտ եմ հասկանում, որ դուք չեք կիսում այն կարծիքը, որ հանդիսատեսը ցածրորակ արվեստ է պահանջում եւ ըստ դրա արվեստագետները շատերը երկարվեստում մասնավորապես մատուցում են միջին որակի երաժշտություն։ Այ դուք ասացիք ամեն անգամ փորձում ենք հանդիսատեսին զարմացնել, որովհետեւ հանդիսատեսը պահանջում է։ Այսօր կա բարձրարվեստ, բարձրարժեք արվեստի, թե երաժշտության, թե պարարվեստում այդ պահանջարկը եւ զարմացնելու եւ ավելի հարստացնելու այն ինչ որ կա։ Տեսեք, ես կարող եմ մեր անսամբլից խոսել,
մենք ունենք սկզբունքներ, որթեգրած ես որպես ղեկավար իմ տեսակով եւ անսամբլը իր ձևաչափով տեսակով տարիների որթեգրած սկզբունքներ։ Բոլորը համախոհներ եք, թե կան այս Չէ, մենք փառք Աստծո, որ մի գաղափարի շուրջ հեշտ ենք հավաքվել եւ հավաքվում։ Տեսեք, այս սկզբունքները երբեք մենք չենք կարող խախտել։ Հանդիսատեսը մեզ ուր ուզենա, sense վերցնի տանի, մենք չենք հայտնի այնտեղ։ Մենք կհայտնվենք այն դեպքում, երբ որ դա մեր սկզբունքները եւ հանդիսատեսի պատկերացումները ինչ որ միտեղ խաչվում են։ Այսինքն կա չափ, որ մենք այդ չափի մեջ կփորձենք ամեն ինչ անել այսօրվա պահանջված ձևաչափերի մեջ տեղավորվելու, բայց գծեր կան, որ իհարկե չենք անցնի, բայց նաև պետք է այլ բան ասեմ, որ այտենց կարծրատիպեր շատ են խոսացվում, որ հանդիսատեսը ցածրորակ, եկեք վերցնենք որպես մոնիթորինգ օպերային թատրոնը, վերցնենք Արամ Խաչատրյան համերգասրահը, կամերային թատրոնը եւ այդպիսի թատրոններ եւ տեսնենք թե մարդիկ ինչքան են այսօր գնում բալետ նայելու, գնանք տեսնենք ինչքան են սիմֆոնիկ ես պետք է ասեմ, որ կրկնապատկվել, եռապատկվել է մարդկանց հոսքը դեպի նման մշակութային կենտրոններ։ Եթե վերցնենք տարիներ առաջ, թվով չեմ կարող ասել, մեր թատրոններում ինչքան հանդիսատես ունենք օպերա լսելու եւ բալետ նայելու համար, այսօր մարքեթինգի հանրայնացման եւ այլ գործիքակազմերի շնորհիվ բավականին հոսքը մեծացել է եւ քարը պատկվել է տոմսերի գները ավելի թանկ են, ավելի մարդկանց պետք է որ հասանելի չլինեն, բայց մարդիկ գնում են եւ մարդիկ նայում են։ Այսինքն միշտ եղել են այդ թե ցածր, թե միջին եւ թե բարձր որակի հանդիսատեսը, ուղղակի պետք է կոմերցիան չգերակշռի մեր մշակութային դաշտում, ես դա եմ կարծում։ Պետք է գտնել, օրինակ, մենք պրոյեկտներ ենք անում, վերցնենք մեր մասով, եթե մենք Christmas կադանս ենք անում կամ կանանց նվիրված երեկո ենք անում, դրանից հետո շուտ պետքա մեր հանդիսատեսին բերենք կրկին այնտեղ որտեղ որ մենք կանք եւ ցույց տանք, որ մենք այստեղ ենք եւ նա տեսեք ձեր համար ինչ որ գեղեցիկ երեկո ապարգևեցինք, մենք սա ենք։ Ինձ թվում է պետք է եք դուք։ Դա առանց դրա ուղղակի դժվար է։ Ամեն դեպքում չեք դավաճանում ձեր սկզբունքներին, անգամ այդ անվանական համերգներին։ Չէ, ինձ թվում է դա ուղղակի ավելի լավ է չզբաղվել այդ գործով, քան զբաղվել եւ դավաճանել այն սկզբունքները, որը որթեգրվել է տարիների եւ քրտինքների, աշխատանքների, դրանք մի օրում ձևավորված արդյունքներ չեն։ Դրանք երկար տարիների քրտինք են, ժամանակ, ռեսուրսներ, որոնք որ մարդիկ ծախսում են եւ դա այսօր ես շատ բարձր եմ արժևորում եւ միայն բարձրացնելու, միայն օգնելու, առաջ տանելու համար եմ ես այդտեղ եւ առհասարակ լինելով երիտասարդ չեմ կարող նայել այսօրվա ժամանակակից շատ լուծումների նորմալ եւ բերել կիրառել անսամբլի վրա համարելով որ դա այսօր պահանջված է։ Ոչ։ Մենք կգտնենք դրա հակառակ մեթոդը մեր ուզածին հասնելու համար։ Իսկապես ես էլ համամիտ եմ, որ որակյալ արվեստի նկատմամբ հետաքրքրությունը իսկապես աճել է, որովհետև դեռ մի քանի տարի առաջ ես ամենայն դեպս չեմ մտաբերում, որ դասական արվեստի համերգին օրեր են դեռ մնացել, բայց արդեն գրվում է sold out, տոմսերը վաճառվել են, չկան, սպառվել են եւ դա իհարկե չի կարող չուրախացնել։ Բայց միևնույն ժամանակ այսպես պայմանականորեն բաժանեցիք հանդիսատեսին ցածր, միջին եւ դա նորմալ է եւ ավելի բարձր որակի։ Ընդհանրապես կա հիմնական կարծիք, որ դասական երաժշտությունը ոչ բոլորի համար է, այդպես է։ Դա հանրային չէ, բայց պետք է ձգտել հանրայնացնել։ Ինչ որ բան հատուկ արվում է նույն երիտասարդներին կամ նրանք ովքեր նախընտրում են չնշենք ոչ մի ժանր երաժշտական, այլ երաժշտություն ներգրավելու, որովհետև այդ հարցը օրինակ ես միշտ ուղղում եմ
մեր հյուրերին, ովքեր դասական արվեստի ժանրում են եւ կարծես տպավորություն կա, որ ամենայդեպս Հայաստանի շրջանակներում արդեն սկսում ես բոլորին ճանաչել։ Նույն մարդիկ, նույն երկրպագուները իրենց ընտանիքներով, այսինքն սերնդե-սերունդ այդ ավանդույթը դասականի հանդեպ շարունակական է։ Իսկ նոր մարդիկ, ովքեր գաղափարեր չունեն, որ 20 տարուց ավելի կա այդպիսի մի հրաշք անսամբլ, կա դանս անունով, որին հիմա արդեն պարախումբ է միացել։ Ինչ է արվում նոր հանդիսատեսներ գրավելու համար։ Տեսեք, գամ սկզբից ձեր խոսքի հանդիսատեսին կենսամակարդակի հարց, այսինքն պետք է մեր ազգային մտածողության մեջ որակներ փոխվի, մեր ազգի մեջ պետքա շատ խավերի մեջ կենսամակարդակ փոխվի, որպեսզի մարդկանց աշխարհընկալումը այլ դառնա, մշակույթը պետքա պետության եւ այլ տեղերից ռոպագանդվի այնպիսին, ինչպիսին որ պետք է, իսկ մշակույթը պետքա դառնա ինչ-որ միտեղ զենք. Եվ դա պետքա հասարակ քաղաքացին լսի եւ ընկալի, որ դա տենց է, եւ համարի, որ զարգանա այնքան, որ դա համարի, որ մշակույթ առանց մշակույթի եւ որակով մշակույթի ուղղակի շատ բաներ անհնարին են մեր կյանքում։ Իսկ մարդկանց վրա պետք է աշխատել դպրոցներից կլինի դա, թե մշակույթային կրթօջախներից, իսկ սա գլոբալ մեծ հարց է, որը որ եթե մենք այսօր սկսենք, դրա պատողները հնարավոր է երկար տարիներ հետո արդեն քաղենք։ Իսկ մենք չպետք է քայլեր ձեռնարկենք այսօր եւ սպասենք, որ մի ամիս հետո կամ երկու ամիս հետո դրա պատողները։ Սա մեծ աշխատանք է, որը որ պետք է տարվի։ Իսկ անսամբլի մասով նոր հանդիսատեսի ընդգրկումը, տեսեք, արդեն նոր հանդիսատես մենք շատ ունենք, ինչի համար, որովհետև եթե այսօր կադանս անսամբլում պարում են արտիստներ, ովքեր որ անվանի են, ովքեր որ իրենց գործի լավագույններն են, պրոֆեսիոնալներն են, ամեն արտիստ ունի իր հանդիսատեսը։ Մեր մոտ երիտասարդ արտիստներ չեն նոր ձևավորվող կայացող, պարախմբի արդեն հանդիսատեսը միացել է նվագախմբի հանդիսատեսին։ Այսինքն մենք այսօր եթե վերցնենք տոմսերի վաճառքով, դրա 50%-ը պարային մասա է հայտնվում այդտեղ, 50%-ը երաժշտական եւ դա խառնվում է ինչ-որ միտեղ եւ այս մի տարվա արդյունքում կարելի նոր հանդիսատեսը մեր դա է, բայց եթե վերցնենք ձեր հարցը ինչպիսին որ կար, մենք պետք է կարողանանք հետաքրքրություն առաջացնել մարդկանց մեջ, որովհետև մեր համերգները Երևանյան շուկայում շատ քանակի շատացել են քանակի առումով։ Իսկ եթե մենք տեսնենք ինչքան միջոցառում կա Հայաստանում այսօր եւ չես կարողանում նաեւ պատկերացնել թե ոնց այդքան միջոցառում ուղակի սպասարկվում, ինչքան մարդագնում եւ դա նա եւ այդ ամբողջ ձևավորված շուկայի մեջ պետք է ուղակի դու կարողանաս քո խոսքը ասել։ Երբ որ քո խոսքը տեղ հասնի եւ բան իրենից ներկայացնի, ինձ թվում է հանդիսատեսը կգա դրա հետևից։ Եթե սկսենք պատճառներ ման գալ, իհարկե պատճառները միշտ կան, միշտ արդարացումները կան, բայց փաստը սա է, որ այսօր մենք Երևանյան շուկայում ուղղակի չափից ավել համերգային միջոցառումներ ունենք։ Եվ եթե ուզում ենք տվյալ անսամբլը իր գործը կարողանա նույն դինամիկայով շարունակել եւ իր հանդիսատեսը չթողնի գնա այլ բան ման գա, ուրեմն պետք է ուղղակի աշխատել բոլոր սպեկտրներով, թե դա կլինի մասնագիտական, երաժշտական եւ պարային, թե դա մենեջմենթական եւ այլ ձևերով։ Սա Հանդիսատեսի թեման շարունակենք, կենսագրությունը բավականին հարուստ է, խոսքը անսամբլի մասին է, հյուրախաղեր գրեթե ողջ աշխարհով, Բուենոս Այրեսից մինչև Կանադա, Եվրոպա, ամբողջ երևի այսպես մայրցամաքներով շրջագայել են։ Հետաքրքիր է այս նոր կազմով, նոր ձևաչափով ինչ հյուրախաղեր են նախատեսված եւ արդյոք ծրագրած են նաեւ Հայաստանի մարզերը։ Այո, տեսեք, հյուրախաղերի մասով արդեն 1 տարվա ընթացքում ունենք որոշակի քայլեր արված եւ ունենք թե շփումներ, թե արդեն դեպի կոնտրակտների գնացող գործողություններ,
որոնք առջևում մոտակա ամիսների եւ ավելի տեսանելի կլինեն եւ հանրությանը մենք դա կներկայացնենք իհարկե ունենք պլանավորվում է Միացյալ Նահանգներում մեր անսամբլը ներկանա մոտ 5-ից 6 մենահամերգով տարբեր նահանգներում ունենք նաև Փարիզից առաջարկներ դրանք այս պահին աշխատվում են եւ տեսեք այս մի տարվա ընթացքում շատ դժվար էր իմ համար հանրությանը ընկալելի դարձնել ինչ ենք անում մենք ինչով ենք զբաղված եւ այս մի տարվա մեր ժամանակը մենք ծախսել ենք այդտեղ որպեսզի հանրությունը տեսնի, հասկանա եւ հաջորդ տոմս ձեռք բերելուց իմանա ինչա սպասվում իրան։ Եվ դա մեր մնացած գործընկերները, ովքեր որ արտերկրում են, իրանց համարել էր սա ժամանակ պետք, որպեսզի իրանք էլ դրսում ընկալեն եւ այն ռեակցիաները, այն ազդակները, որ թողվել են այս ամիսների ընթացքում, անկեղծորեն միայն լավն են եղել եւ ինձ թվում է դա մեր ճիշտ համադրության արդյունքն է, որ պարը չի խանգարել երաժշտությանը եւ երաժշտությունը չի խանգարել պարին, այդ համադրությունն է ստացվել եւ ունենք առաջարկներ, որոնք որ քանի որ անսամբլն էլ արդեն ինչ որ ձևով մեծացել է կազմով, դրանք քննարկման փուլերում են եւ մարզային պլանավորումներ ունենք, մարզերում այո անպայման ներկայանալու ենք կլինի դա Գյումրիում քննարկումներ կանելի է սպահին, թե նաև Կապանում ունենք էլի քննարկումներ եւ պետք է ասեմ, որ այս մի տարին մեր կայանալու ինքներս մեզ գտնելու ձևավորվելու ժամանակ էր, որը որ անցավ եւ հաջորդ տարիներ արդեն ավտոմատ կբերեն ձեր ասածին Իհարկե, որովհետև արտասահմանյան հյուրախաղերը իհարկե շատ ողջունելի են եւ շատ մեծ փորձառություն է ցանկացած կոլեկտիվի համար, բայց ամեն դեպքում հիշելով, որ մեր մշակույթը շատ դեպքերում կենտրոնացված է հենց մայրաքաղաքում, շատ կարեւոր է նաեւ հասանելի դառնալ, որովհետև իրական չէ հերու տեղերից մարդիկ գան կենտրոն եւ դա մայրաքաղաք եւ դա լինի այսպես մշտական բնույթ կրի, բայց ավելի հեշտ է անսամբլը գնա եւ այդտեղ հյուրախաղերով հանդես գա։ Ես կուզենամ նաեւ խոսենք հետաքրքիր ընտրված ձևաչափի մասին։ Ես շատ փոքրիկ ակնարկ արեցի, որ փետրվարի 15-ին սպասվում է հետաքրքիր միջոցառում եւ կարելի էր ակնկալել, որ դա կլինի համերգ, բեմահարթակում սովորական ձևաչափով։ Այնինչ դուք ընտրել եք փոքր-ինչ այլ մատուցման ձև, ինչու եւ ինչ է սպասում հանդիսատեսի։ Տեսեք, այսօր Կադանս անսամբլը գրեթե Երևանում այդպիսի թատրոն կամ բեմահարթակ չկա, որ ուզենա ներկանա, չկարողանա ներկանա, բայց այս ձևաչափով աշխատանքը իմ շատ է ավելի բարդանում եւ մեծանում, բայց ես գնացել եմ դրա հետևից, որովհետեւ Արամ Խաչատրյան համերգասրահի ջեմասրահը ուղղակի վերածել այնպիսի տարածքի, որտեղ որ մարդ պետք է հայտնվի եւ չհավատա, որ այդտեղ է, դա Արամ Խաչատրյան համերգասրահի ջեմասրահն է, ուղղակի անճանաչելի դարձել, դա մեծ թե ռեսուրսների, թե աշխատանքներ են պահանջում, բայց ես դա արել եմ ինչի համար։ Մենք մենահամերներով եւ ծրագրերով պրոյեկտներով շատ ենք ներկանալու տարվա կտրվածքով եւ հանդիսատեսի հետ մեր կոնտակտը եւ այն հանդիսատեսը, որը 1 տարի մեզ հավատացել է եւ այդ 1 տարին մեր հետ է եղել, ես փորձել եմ այդ հանդիսատեսին ներկա դարձնել մեր տոնական բանկետին կամ երեկոյին կամ ցերեկույթին։ Այսինքն մենք այսօր Կադանս անսամբլով դա կարող էինք նշել փակ պատերի մեջ եւ մեկս մյուսին շնորհավորել, ուրախանալ, բայց ես այդտեղ ներգրավել եմ մեր հանդիսատեսին։ Մեր հանդիսատեսը պետք է հենց ամենասկզբից այդ անմիջականության մեջ հայտնվի եւ ֆորմատը լինել է, որ հենց արտիստներն են դիմավորելու հանդիսատեսին ջեմասրահում եւ ամենասկզբից գեղեցիկ հյուրասիրություններով ժամանակ ենք ապահովելու միջև համերգը։ Մենք հանդիսատեսի հետ բավականին շփվելու, քննարկելու ժամանակ ենք ունենալու, որից հետո սկսվելու է արդեն մեր օրը, այնտեղ ունենք գեղեցիկ վիզուալներ պատրաստած, մի տարվա կտրվածքով
ֆիլմեր, որոնք որ ցույց են տալու եւ օրը այդ մի օրը մեր համար առիթ է ամբողջ տարին ամփոփելու։ Մենք որովհետեւ աշխատում ենք եւ վստահ եմ որ թե արտիստները թե անգամ մոռանում ենք 6 ամիս առաջ որտեղ ինչ ենք արել կամ ինչ ձևով մենք պետք է այդ օրը մեր 1 տարվա ամբողջ գործողությունները sense մեր աչքի առաջ անցնեն ֆիլմերի եւ այլ հետաքրքիր որտեղ որ հանդիսատեսն է մեր հետ այդ ամբողջ մի տարին անցել որից հետո մենք կրկին արդեն համերգից հետո սկսելու ենք շփվել այդ օրվա կարծիքների եւ այդ օրվա արդեն հետաքրքիր դրական էմոցիաների մասին, այսինքն 3 փուլ ենք ունենալու, որտեղ որ թե մեր հաղորդավարը շատ անմիջական կոնտակտ ունենալու հանդիսատեսի եւ երաժիշտների հետ, թե պարողները անգամ հանդիսատեսի հետ որպես հյուր են ներկանալու նստելու են իրանք հանդիսատեսի կողքին այսինքն մենք փորձելու ենք այն հավատարիմ հանդիսատեսին ովքեր որ 1 տարի մեր հետ եկել են որովհետև մենք մոտ 4 մենամերգ ենք օպերային թատրոնում ունեցել եւ կարելի ասել մեր հանդիսատեսի պակասը եւ խնդիրը չենք զգացել թե տոմսերի վաճառքից դա կլինի թե մեր հանդիսատեսի քանակից եւ դա շատ ողջունելի է մեզ համարել եւ այս միջոցառումը կարելի ասել ոչ միայն արտիստների համար է պատրաստված, այլ հենց հանդիսատեսի, որ մեր շնորհակալությունը եւ գոհունակության խոսքերը փոխանցենք։ Օրը այլ ամբողջությամբ թե ֆորմատի, թե տեսքի, թե միջավայրի, սա մեր կադանսի օրն է, որը որ հանդիսատեսի հետ մենք կիսելու ենք։ Հրաշալի է իսկապես հետաքրքիր ձևաչափ եք ընտրել, եթե հիշենք, որ ընդհանրապես հին ժամանակներից կամ թեկուզ հին Հռոմից, երբ թատրոնն էր ձևավորվում, բեմահարթակը բարձր էր հատուկ նրա համար, որ տարբերություն լինի հանդիսատեսի, ոչ միայն լավ երևալու, այլև այդ եւ սոցիալական եւ ընդհանրապես որ նրանք արվեստի ներկայացուցիչներ են հանդիսատեսը փոքր-ինչ ավելի պարզ հասարակության ներկայացուցիչ է ամեն դեպքում մեկ հարթակում գտնվել արտիստները եւ հանդիսատեսը ավելի մտերմիկ ավելի այսպես դուք ասեցիք անգամ պարողները կողքի նստելու ես մտածեցի իսկ եթե հանդիսատեսից հանդիսատեսը ցանկություն ունենա ապարելու որովհետեւ շատ վարակիչ է երաժշտությունը պատրաստ ենք իհարկե դա մեր օրվա մեջ ինձ թվում ավելի հետաքրքիր բան կմտցնի որին մենք պատրաստ ենք թող իրականանան հանդիսատեսի մեր մտքերը տեսեք ճիշտ եք միշտ բեմահարթակը ծառայում է այդ գաղափարի համար որ արտիստները պետք է բարձր լինեն ես դրան լիովին կողմ եմ, բայց արտիստը որտեղ որ ներկանա իր կատարած արվեստով պետք է բարձր լինի նաև։ Եթե մենք ամենամեծ բեմի վրա բարձրացնենք եւ ցույց տանք փոքրարժեք արվեստ, դա ինձ թվում է ոչ մեկին պետք չի։ Այն երաժիշտները, որ այդ օրը այդ մատուցել են այդ երաժշտությունը եւ այն պարը, որ մենք այդ շարժումը, որը որ մենք մատուցելու ենք դա ինքնից արդեն բեմահարթակ է եւ մենք չենք կարող իմ համար շատ հեշտ է բեմահարթակ այդ օրվա համար առանձնացնել եւ ունենալ բայց մենք այդ օրը այդ խնդիրը չենք ունենալ մենք այն կոնտակտը այն շփումը որը որ բացակայում է այլ համերգների, այլ օրերի, այդ օրը առիթ ենք ստեղծելու հանդիսատեսի համար։ Մի փոքր էլ նվագացանկի եւ պարացանկի մասին, եթե գաղտնիք չէ, ինչ է սպասում հանդիսատեսին, ինչ ծրագիր։ Հանդիսատեսին տեսեք, մեր 1 տարվա համատեղ աշխատանքի լավագույն ստացված ստեղծագործություններն են լինելու։ Պետք է նաեւ ասեմ, որ կադանս նվագախումբը ճիշտ է սկզբունքորեն սկսվել է պիացոլաներով, բայց ժամանակը նաև այդ 20 տարիների ընթացքում ցույց է տվել, որ միայն օրինակ տանգոների կամ ֆլամենկոների կամ այդտեղ չեն կարող սահմանափակվել եւ այսօր արդեն որպես ժառանգություն ունենք հայ կոմպոզիտորների շատ գեղեցիկ ստեղծագործություններ։ Մենակ մենք ժողովրդական ստեղծագործություններ կան, որոնք մշակված են նվագախմբի կողմից
կարելի ասել ուղղակի հրաշալի են։ Ես որ լսում եմ Խաչատուր Ավետիսյանի մշակումը եւ կադանսի մեկնաբանմամբ, դա ուղղակի իմ համար նոր ինչ-որ գործ է ստացվում մշակույթում։ Եվ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները արդեն գերակշռում են մեր խաղացանկում եւ ժամանակ առ ժամանակ անգամ երեկոները, որոնք որ պատրաստված են, օրինակ տանգո երեկոներ, մենք գտնում ենք ձևը եւ հայ կոմպոզիտորներին այդ օրը անգամ անդրադառնում ենք, որովհետեւ ռեժիսորական առումով համարում են, որ հանդիսատեսին անընդհատ պահել 2 ժամ տանգոյի մեջ ամեն դեպքում հոգնելու հանդիսատեսը եւ ես հանդիսատեսին ընդմիջում եմ տալիս այլ ստեղծագործություններով, ինքը հայտնում է այլ մի հատ իրականության մեջ, հետո էլի բերում ենք իրանց այն աշխարհ, որտեղ որ պետորը պետքա լինեն, այսինքն սկսում ենք հանդիսատեսին մասին նաեւ մտածել եւ այդտեղ մեզ օգնում է խաղացանկը, մեր նվագացանկը, պարացանկը, որ ներկայացվում են այլ ժանրեր։ Իսկ ժանրերի առումով կադանսը բազմաժանր է եւ եվրոպական ստեղծագործողներ ունենք, որոնք առկա են մեր խաղացանկում, նվագացանկում, հայկական ժողովրդական եւ տանգոները, որը որ գիտենք։ Դրանք ամսի 15-ին վստահ եմ, որ բոլոր այդ մասերով ունենալու ենք մենք։ Այսինքն թե կունենանք Կոմիտաս այդ օրը կլսենք, թե այդ օրը կլսենք Արամ Խաչատրյան, թե կլսենք Պիացոլա, թե կլսենք Խաչատուր Ավետիսյան, ամեն ինչը համակցված գեղագիտության մեջ այդ օրը մենք ունենանք։ Այսինքն բոլոր ճաշակի հանդիսատեսը կարող է գտնել իր սրտին եւ հոգուն հարազատ երաժշտություն։ Մի հայ կոմպոզիտորի ստեղծագործությունն էլ գուցե նաեւ ներգրաված ունեք, լուսահոգի Յուրի Հարությունյանի ստեղծագործությունը շատ գեղեցիկ չնաշխարհիկ տանգո ունի, որը իմ կարծիքով հանիրավի ոչ արժանվույն գնահատված ստեղծագործություն է, բայց կառաջարկեի լսեք եւ միգուցե նաեւ ընդգրկեք, որովհետեւ ու նաև եթե չեմ սխալվում, վախենում եմ սխալված լինել, ֆիլմում է օգտագործվել զինվորը եւ փիղը ֆիլմը, եթե չեմ սխալվում։ Այնպես որ ընդարձակել ծրագիրը թե պարային թե անսամբլի կարծում եմ միշտ հնարավոր է եւ ինչպես ասում են ձեռքը զարկերակին պահել ժամանակի շնչին համահունչ։ Մեր եթերային ժամանակ այսպես աստիճանաբար մոտենում է ավարտին, իհարկե հանդիսատեսը արդեն հասկացավ, որ փետրվարի 15-ին բացառիկ մի միջոցառում է սպասում, աննախադեպ, այս դեպքում ուղղակի խոսք չէ, այլ իսկապես ձևաչափը նկարագրեցիք եւ հասկացանք, որ դա շարքային եւ մեր ընկալման մեջ սովորական համերգ չէ, այլև ինչ որտեղ նաեւ հանդիսատեսը կդառնա մասնակիցը այդ արարողության։ Փետրվարի 15-ին ժամը 12:30 Ցերեկային միջոցառում։ Այո, Արամ Խաչատրյան համերգասրահի ջեմասրահում։ Շատ լավ։ Օրը կիրակի է եւ ինձ թվում է հենց հատուկ է մտածված, այո, քանի որ մեր մոտ մի քիչ ծավալուն է օրը լինելու, 2 ժամից ավել տևելու է միջոցառումը։ Որոշեցիք շուտ սկսենք։ Այո, շուտ սկսենք եւ սիրով ընդունեք մեր հրավերը նաեւ դուք, եթե հարմար է ձեզ ներկա գտնվեք։ Սիրով։ Խոսքերը կուզենամ, որ ձեր աչքի առաջ վերածվեն գործի։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես էլ եմ շնորհակալ, իդեպ մտածում եմ, որ կադանս ընդհանուր առմամբ նշանակում է այսպես համադրություն ակորդի, որը բերում է դեպի ավարտ երաժշտության, ավարտը տրամաբանորեն։ Այնինչ ձեզ մաղթում եմ ես այս կադանսով սկիզբ գեղեցիկ եւ 1 տարին թող 1 տարվա կողքին 0-ներ ավելանալ։ Շնորհակալ եմ շատ։ Նմանապես հիշեցնեմ, այսօր հյուրընկալել էինք կադանս անսամբլի գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանին։